Այդ բաներից։ Հա բարև ենք ձեզ մի հատ նոր գնանք։ Ոնց եք։ Ոնց եք, լավ եք։ Ճանապարհը ավարտեցին նորմալ։ Բարև եղբայր։ Լավ ես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ճանապարհը երբ ավարտեցին անցած տարվա վերջ։ Ոնց եք։ Բարև ձեզ, ոնց եք։ Ոնց եք, ինչ հալի եք, ինչ քեֆի եք, ինչ տրամադրության եք։ Լավ ա եղել ճամփեն էլի։ Բարև եղբայր ջան։ Լավ, դուք ոնց եք։ Մեկ շատ լավ եք, մենակ մի խնդրանք ունեք։ Խնդրեմ։ Գյուղը ոռոգման ջուր չունի։ Ուղղակի ոչ թե խնդրում եք, աղաչում եք։ Շատ լավ։ Իմ անունից չեմ ասում, ամբողջ գյուղանից չեմ։ Ոչ խնդրելու կարիք կա, ոչ էլ աղաչելու, սարքելու ենք հերթով, ամեն ինչն էլ անելու ենք։ Երեխեք եկեք ձեզ սրանից նվիրեմ։ Նվիրեմ սրանից ձեզ։ Սպասիլա։ Սպասի։ Ահա, էս քեզ։ Սա ինձ է, ես էլ ունեմ, էլի։ Էս քեզ։ Սպասես հաստա բանդ կուրտկետ սվիտրից կապենք։ Ահա։ Բա քեզ արի քեզ էլ։ Ես էլ քեզ։ Լավ եք։ Հա ջան։ Մի հատ հարց կարելի է։ Հա եղբայր։ Ուրեմն ես նամակով ուղղել եմ ձեզ։ Ինչ թեմայով։ Խնդրել եմ Ինչով։ Երեխաների Ինչով։ խաղահարապարակի։ Չէ, նամակը ինչով ես գրել։ Թղթով։ Հա։ Խաղահարապարակի համար։ Տարածքը տրամադրել եք, շնորհակալ եմ։ Բայց այդ խաղահարապարակը չի համապատասխանում երեխաների ամեն ինչով։ Որ խնդրեմ, այդ հարցը բնակիչների ստորագրել հավաքեն։ Ամեն ինչ արել։ Շատ լավ։ Բայց սկզբից համայնք հետ է պետք աշխատել, համայնքը սուբվենցիոն ծրագիր ներկայացնի կֆինանսավորենք։ Պարոն Փաշինյան, Հա ջան։ Համայնքն են ասում, որ մեզանից չկա։ Պարոն Հա Փաշինյան, ջան, համեցեք։ Այն 3 տարի առաջ են մեծ ձունը որ եկել է։ Հա։ Մեր տանիքը ամբողջությամբ վնասվել է։ Գյուղապետարանը ասել է դիմում գրեք, ներկայացրեք։ Դիմումը գրել եմ, ներկայացրել եմ, հանձնաժողովը եկել է նայել, հաստատել, ու միջև օրս ոչ մի արձագանք չկա։ Ուղղակի խնդրում եմ էլի ընդառաջեք։ Կնայենք, բայց հիմա չեմ կարող ոչ մի բան ասեմ, այդ թվում ընտրական շրջանը չեմ կարող նյութական թեմաների անդրադառնալ, այդ կապված սահմանափակումներ ունենք, էլի։ Պետք է ամբռնի։ Մասպետարանն մեր։ Շատ լավ։ Փաշինյանը մեր վարչապետը շատ ուրախ ենք, որ դու խաղաղություն եք հաստատել մեր երկրում։ Զգում եք բայց խաղաղությունը։ Զգում եք, գիտեք։ Կա հաստատ խաղաղությունը, թե։ Տղաս երրորդյա պատերազմի կամանդիրն ա եղել։ Արմեն Խաչատրյանն էլ եք ասել, բայց ոչ մի արձագանք չենք ստացել։ Խնդրում եմ էլի մի հատ նամակ ունեմ, դուք կարդաք, հետո կասեք։ Շատ լավ։ Բայց խաղաղությունը զգում եք։ Խաղաղությունը զգում եք։ Շատ։ Կա հաստատ խաղաղություն։ Ապրեք դուք։ Շատ լավ։ Ուրախ եմ։ Ընդ որում իմ տղաս կողմեք քեզ։ ամուսինս այն։ Ուրախ եմ։ Պարոն Փաշինյան, ես մի հարց ունեմ։ Համեցեք։ Պատերազմի ժամանակ մոտ 150 բան ժամանակ մի 5-6 տարի առաջ հիմա քաղաքապետարանը բան չի 5 շենքի կրիչը փոխել են տանիքը 4 շենք կամանում այսօր երրորդ հարկի բնակիչները որ Անդրեև ծնահարում Շատ լավ, բայց էլի եմ ասում հիմա հետագայի համար ընտրական շրջանը նյութական թեմաներով շատ զգուշ պետք է լինենք բարև եղբայր արի քեզ էլ կամսա Եվ դա համայնքային մի քիչ թեմա է, համայնք հետ աշխատեք, թող սուբվենցիոն ծրագիր սարքեն ներկայացնեն, այդ ինստիտուցիոնալ ճանապարհը։ Շատ լավ։ Բարև եղբայր, ահա, նախորդ անգամ էլ տեսա ձեզ, հիշում եմ։ Չեմ տեսել։ Ո՞մ եմ տեսել ձեզ նման էր։ Բարև եղբայր։ Բարև եղբայր։ Ում չբարևեցի, բարև։ Ում չբարևեցի, բարև։ Ասա կարամ խնդրեմ։ Ասա եղբայր։ Ես Գորրագյուղից եմ։ Ահա։ Սիսյանից, Սյան չասրամ ձեզ հանդիպի։
Ուրեմն մի 1000 մետր հող են վերցել։ Որակի ճամփի 70 մետր վերև չափագրած, լրիվ թույլտվությունները տված։ Հիմա գնում են քաղաքապետարան ասում են նման որոշում հələ չկա։ Ինչ որոշում, ինչ եք ուզում անեք։ Ինձ մի 1000 մետր հող եմ ուզում վերցնել, դե երեխե զոհալ, ինձ ուշախուր եմ սարքել, ֆելակարու, դրան 70 մետր վերև չափագրած, ամեն ինչ տեղը են, հիմա ավականից չեմ տնամ։ Ինչ եք ուզում այդ հողը ինչ անեն։ Այդ հողը ուզում են բան անեն, թորներս, տնեն այդ տուրիստական էլի փոքր բաներ սարքեն։ Դե դա համայնք հետ կապված թուղթ ունեք, նամակ բան ունեք։ Չէ, ես լրիվ բարը։ Դե սենց ոտի վրա ոնց հիշեմ ես այդ հարցը։ Ոտի վրա չեմ հիշի ուղղակի։ Ուզող այդ հարցարխային Չեմ կարող ասել։ Մանրամասը առանց իմանալու բայց ոնց ասեմ։ Լավ, շնորհակալ։ Հաջա։ 20 թվականին միջև պատերազմը ունեցած ամիսների հիմա գինների սողած դայլա։ Կարող լսել եք։ Որ գյուղում։ Հայզո համանց եմ էլի։ Միակ իմ եկամուտի ախտորը։ Այ ես նախիան ծար բանը։ Չեմ կարող հիմա ոչ ջրեմ, ոչ պայեմ, ոչ ինձ այն կուսեն գալ, ոչ փոխհատուցում են տալիս։ Մի քանի անգամ դիմել եմ, հետո պատերազմը սկսել է ամաչել է որ հատիմեն։ Հիմա պատերազմը բրդել է դիմել եմ։ Նորել եմ էլեկտրոնային փոստով գրել դες։ Շատ լավ։ Շատ լավ, բայց հիմա ընտրական շրջանը նյութական բնույթի խոստումներ չի կարելի տալ, նյութական բնույթի հարցեր։ Չէ, հիմա նկատի ունեմ չեմ կարող հիմա ոչի բան ասեմ։ Դե պատշաճ ընթացակարգերով կդիտարկվի, չեմ կարող ասել։ Ժողովուրդ, տեսեք, որ տարբեր հարցեր է բարձրացվում, այդ հարցերը, շնորհակալ եմ, այդ հարցերը իրանք ունեն մանրամասներ։ Հասկանում եք, ասենք կարա լինի սողանքի հարց, որտեղ կառավարությունը պետք է արձագանքի, կարա լինի սողանքի հարց, որտեղ կառավարությունը պետք է չարձագանքի, պետք է համայնքը, այսինքն սենց ոտի վրա քննարկող հարցերի խնդիրն ինչ է, որ կան մանրամասներ, որ առանց այդ մանրամասներ իմանալու չեմ կարող եզրակացա տալ։ Ասենք հենց ընտրական շրջանը դնենք մի կողմ։ Ես մանրամասները պետք է իմանանք, տարբեր պարամետրեր կա, որպեսզի կարողանանք արձագանքել։ Ստեղ ամբողջ խնդիրը։ Շատ լավ։ Շատ լավ։ Էլեկտրոնային փոստով գրել եք, բայց ես չեմ հիշում տենց թեմա։ Երբ եք գրել։ 5 օր, հիմի նամակները շատ են, չեմ հասցնում, նոր էլ ավտոբուսում էլ էի նայում, բայց դժվար եմ առաջ գնում։ Լավ եղեք ժողովուրդ ջան, գնացինք։ Համեցեք։ Համեցեք։ Ուրախ եք այցելության համար, բանո վարչապետ, մեծ պրոբլեմ ունենք։ Ինչ։ Որ գյուղից եք։ Խոտ գյուղից եք։ Հա։ Արոտավարերը, որ բուկերնի են շինա, ողջունել է սամանամերձ գոտի։ Այս վերջես նամակ չէ, գրենց ամբողջ յուղով։ Կարդացել եմ, ոնց որ Խուդացյանն եմ մակագրել, նա տեսնենք ինչ հնարավոր է։ Եթե սարը այդ մոմենտին Նամակը ամբողջ յուղի անունից կարդացել եմ, մակագրել եմ, հա։ Տեսնենք, հիմա չեմ կարող բան։ Ասա եղբայր։ նոր դպրոց որ կառուցում են։ Հա։ Մեր դպրոցը կլինի, ասեք, ինչեք վերջի զանգը մնա, էլի չքանդեն, երեխեք վերջի զանգ։ Այս տարվա։ Հա, այս տարվա վերջի։ Այս տարի բայց նոր դպրոցը պատրաստ է։ Չէ, հələ պատա պրոստ ասма խանգարմա, պիտի քանդվի։ Չեմ կարող ասեմ, տեղն են սարքելու, իր տեղն են սարքելու։ Չէ, տեղը չեն սարքում։ Խոտի դպրոցի մասին, հա, խոսքը ի՞նչ նախասիրել են։ Շինարարություն ասել էին քուլին, ասма ինչ որ խանգարմա, ասեք միջի վերջի զանգը։ Նկատի ունեմ, հենց խոտի մեջ հա սարքում։ Հա։ Հա դե գյուղի մեջ դպրոց են սարքում։ Մենք ուրախ ենք։ Պրոստ է հին դպրոց, միջի վերջի զանգ ասեք, երեխեք։ Դե նայեք, մարզպետը կնայ։ որ միջի վերջի զանգը եթե անենք, այդ ընկնում արդեն դեկտեմբեր են ցրտերի։ Այսինքն շինարարությունը չհետաձգենք դրա պատճառով էլի։ Չէ, էլի դեպքում է։ Վերջի զանգը ձեր գյուղը սիրուն գյուղ, այգում թողանեն, զբոսայգում թողան, պարտադիր շենքի մեջ պետք է լինի վերջի զանգը։ Առաջարկում եք ոնց ասել։ Չէ, եղբայր այդ դպրոցը ինձ համար չեն սարքում, հասկանում եք, ձեզ համար են սարքում։ Այդ նոր դպրոց որ կառուցում եք, մենք ապրում ենք բազմազավակ ընտանիքների դոմիկում։ Դե դոմիկներ կա, 100 տարվա։ Կարող է քանդել բաներ դոմիկները, խանգարի ինչ որ։ Չէ, չգիտեմ, Այդ է դոմիկները։ եղբայր, այնքան ասած կլինեն այդ։ նոր է ասում, շատ դժվար է արձագանքել մի իրավիճակը, որը չեմ տեսնում, էլի հիմա մի լավ կներ դու տեսնայիր։ Դե այն անգամ եկանք մաքրեցակ։ Դե այն անգամ եկանք խոտ գյուղագին խոսացին։ Ինչու՞ բարձրանակվի դրամարը։ Դե մի ուրիշ առիթով։ Դրա համար մարզպետ կա, մարզպետը կզբաղվի, համայնքի ղեկավարը կզբաղվի։ Մարզպետի ժամանակ չունի որ խոդի մոտնի։ Մարզպետը քանի անգամ եկե խոտ գյուղ, Ճիշտ ճիշտ է։ է։ Որ դեկել ես այն այլ, մաքրել չեք պես։ Հա,
Վերջում ճանապարհն ենք իրար հետ գնացել։ Ճանապարհը կարող է։ Գնացինք Ժողովուրդ ջան, լավ եք, տրամադրությունները լավ է։ Հաջա։ Իհարկե ողջունում եմ ձեզ մեր համայնքի շրջանակներում։ Մեր համայնքի հետ կապված մի հատ խնդիր ունենք։ Շինուհայրի։ Ընդհանուր Տաթև համայնքում։ Ահա։ Նախկինում որ Բարև եղբայր, լավ եղբայր։ Զգուշ։ Գյուղարտադրանքի նպատակով որ նախկինում ուրիշ էր, շինարարական գործունեություն է ծավալվել 16 քառակուսի մետր, 20 քառակուսի մետր այգեգործության շրջանակներում։ Հիմա այդ թղթավարությունը, որ ըստ հերթականության կազմվել է, շինարարական կոմիտեի կողմից մերժվում է։ Ինչի մասին է օրինականացնելու մասին, հա, Օրինական, այսինքն ինքնական կառույց է պետք է։ Նախկինում կառուցվել է ինքնական։ Դե հիմա օրենքը ընդունվել է, այդ օրենքով պետք է օրինականացվի։ Հիմիկ ընդունած օրենքով շարժվում ենք, մենք մեր տուգանքները, սաղ վճարումները իրականացրել ենք։ Բայց որ դիմում ենք արդեն թղթավարությունը հասնում է տեղ, մերժում է գալիս, որ դադարեցված է, կասեցված է այդ գործունեությունը։ Դիմում ենք համայնքային ղեկավարությանը, ասում է այդ ընդհանուր գլոբալ է այդ հարցը։ Որտեղի սարքացա 21-ից առաջ թե հետո։ Հա, 21-ից առաջ։ Եթե 21-ից առաջ է պետք է օրինականացվի։ Առաջ էլ արդեն դրանից հետո էլ թղթավարությունը իրականացվել է։ Եղբայր, դա այդտեղ այնքան մանրամասներ կա, սենց ոտի վրա չեմ կարող ուղղակի արձագանքեմ։ Էսա հիմա հույս ունենք, ով նայում է մեր կադաստրի կոմիտեի ղեկավարին, պարոն Թովմասյանին, թող լուր տան, ձեր անուն ազգանունը մի հատ ասե։ Պողոսյան Արա, Շինուհայրի բնակիչ։ Շինությունն էլ, հա, Շինուհայրում։ Հա, գյուղից դուրս։ Հա, մի հատ տեսեք ինչ խնդիր կա։ Հա, շատ լավ եղեք։ Հեսը քեզ։ Շինուհայրում մարդկանց բարևեցինք։ Ցույց տում ակրանց, տենց բարևում ենք, շփվում ենք։ Շատ լավ, այսքանը։